Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր օրը երեքշաբթի է, աշխատանքային օր եւ ինչպես մենք խոստացել ենք, աշխատանքային օրերին հանդիպելու ենք քննարկելու տեղական միջազգային մամուլի կարևորագույն հրապարակումներ, ինչպես նաեւ պոլիտիկայի մի կողմից առանձնացված մեկ կամ երկու հրապարակում։ Եվ այսպես Հրապարակ օրաթերթը գրում է. Դատարանը նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանի կալանքի հարցը 7 ժամ քննելուց հետո որոշեց տնային կալանք սահմանել, ինչը նշանակում է, որ նա չի կարող տանից դուրս գալ, եւ նրան բացի ԱԺ պատգամավորներից ու փաստաբաններից ոչ ոք չի կարող այցելել։ Սակայն մոտ ժամանակներս նշանակված էր Աբրամյանի թոռան, դստեր տղայի հարսանիքը։ Աբրամյանի թոռը նշանված է Ջերմուկի Աշոտ Արսենյանի թոռան հետ։ Եթե մինչ այդ տնային կալանքը չվերացվի, ապա կամ հարսանիքը կհետաձգվի, կամ նախկին վարչապետը ոստիկանների ուղեկցությամբ կմասնակցի սեփական թոռան հարսանիքին։ Ես հիշեցնեմ, որ օրերս կալանավորել էին, ձերբակալել էին, իսկ հետո տնային կալանքի էին տարել նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանին։ Սա հետաքրքիր դրվագի մասին է խոսում։ Հովիկ Աբրամյանը այն պաշտոնյաներից էր նախկին, որ թվում էր, թե պայմանավորվել է այս իշխանությունների հետ, քաղաքական հավակնություններ չունի, քաղաքական պրոցեսներին չի մասնակցում եւ իրեն էլ չեն անհանգստացնում, անգամ մոնումենտի իր առանձնատունը, չնայած կալանքի տակ էր, հետաքրքիր ձևով հնարավոր եղավ մի քանի ժամով հանել կալանքից, այդ մի քանի ժամով վաճառվեց իշխանությունների մոտ կանգնած օլիգարխ Նարեկ Նալբանդյանին եւ ըստ մամուլի հրապարակումների Հովիկ Աբրամյանը շարունակում է ապրել այդ առանձնատանը եւ ինչի մասին է խոսում այս դրվագը, այս տնային կալանքը, նոր հետապնդումները, որ երիցս ճիշտ էր, ընկերս երբ ասում էր, որ Հայաստանում 2018 թվականից հետո լավագույն անեկդոտները սկսում են Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել եմ նախադասությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանի նման ստախոս եւ խոսքի տեր չկանգնող մարդու հետ հնարավոր չէ ուղղակի պայմանավորվել, իսկ եթե պայմանավորվել ես, դա նշանակում է ինչ որ ժամանակ հետո կրկին քո հետևից գալու են։ Նիկոլ Փաշինյանը սովորաբար ավելի հաճախ գնում է նրանց հետևից, ում թվում է, թե Փաշինյանի հետ պայմանավորվել են։ Այնպես որ Հովիկ Արգամիչը կարծում եմ Նիկոլ Փաշինյանի հետ առնչվող լավագույն անեկդոտի հերոսներից մեկն է դարձել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վարդապետների կուսակրոնությունը խախտելու համար չխախտելու հանգամանքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը համարում է ազգային հարց եւ ոչ միայն եկեղեցականների համար։ Այս ձևակերպումն արտահայտում է ոչ թե Խուդատյանն անհատի կարծիք, այլ Նիկոլ Փաշինյանի հաճանալ ցանկացող անձի վարքագծի դրսևորում է։ Փաշինյանական կոչին միացած Խուդատյանը, ով ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե կաթողիկոսին հեռացնելու քայլերը տեղավորվելու են Սահմանադրության օրենքների եւ բարոյականության շրջանակում, իր արտահայտած մտքի պես հետաքրքիր հայտարարագիր է ներկայացրել։ Դավիթ Խուդատյանը 2024 թվականին անշարժ գույքի եկամուտների ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն ունի 1 բնակարան, բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականին Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում։ Փարաքարում ընտրությունները տապալած Խուդատյանը նախորդ տարի որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2020 թվականի արտադրության 8.5 միլիոն դրամ արժողությամբ Toyota Magnishi մեքենա։ Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 միլիոն 790 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 4.1 միլիոն դրամ։ Դավիթ Խուդատյանի հայտարարությունը ընդհանրապես սահմանադրականության մասին, օրենքներ պահելու մասին, միևնույն ժամանակ ասել, որ օրենքների շրջանակում են իրենք եկեղեցու դեմ այս արշավը իրականացնում, դա նման է դասական խուցպայի, այսինքն մարդիկ իրենց պահում են սանձարցակ, հայերեն երևի այդ խուցպա բառը շատ ուղիղ չի, հնարավոր չի թարգմանել, բերեմ օրինակ մի տղամարդ սպանում է իր հորն ու մորը եւ դատարանում խնդրում է դատարանին իր նկատմամբ մեղմ վարվել, որովհետեւ ինքը որբ է։ Օրս մենք նաեւ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ էինք խուցպայից խոսում եւ հիմա ովքեր են կաթողիկոսի եւ հայ առաքելական եկեղեցու մասին խոսում, անուններ չտալով ես դրվագներ ասեմ, կարծում եմ յուրաքանչյուրդ արդեն գիտեք ում մասին է խոսքը։ Մարդ, որը ըստ մամուլի հրապարակումների, այդ հրապարակումների մեջ կային նաև ցուցմունքներ իր մոր կողմից տրված, փորձել է բռնաբարել սեփական մորը։ Մարդ, որը կեղծ ցուցմունք է տվել դատարանում սեփական մոր դեմ։ Մարդ, որը
ըստ էլի մամուլի հրապարակումների, որոշ գործիչների հայտարարությունների, եթում նաև իրեն ճանաչող, փորձել է սեռական կապի մեջ մտնել կամ մտել է իր որդու կնոջ հետ։ Մարդ, որը պետական պաշտոնյա, որը թեև օրինական կին ունի, բայց ապրում է ոչ օրինական կնոջ հետ եւ օրինական կնոջը պահում է պետության հաշվին, հա, ասում են կառավարական ամառանոցներում։ Եվ այսպես շարունակ, շատ այսպիսի դրվագներ կարելի է հնչեցնել։ Սա դասական խուցպա է, ասիկա իրանք բարոյականության հետ իրանք վերջնահաշվար կարել են, բայց եկել ու հոգևորականների բարոյականության հարցն են փորձում քննարկել։ Փաստորաթերթը գրում է. հանրային քննարկման է ներկայացվել Կոտայքի մշակույթի կենտրոն եւ Կապանի մշակույթի կենտրոն պոակները լուծարելու մասին նախագիծը կազմակերպությունները ստեղծվել են կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին N 1649 որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակ եւ առարկան մշակութային գործունեություն իրականացումն է։ Մշակութային գործունեությունը մշակութային արժեքների եւ առարկաների պահպանումը, ստեղծումը, տարածումը եւ մեկնաբանումն է։ Մշակութային բարիքների ծառայությունների մատուցումը։ Նախարարությունը 2025 թվականի բյուջեում գումարներ չնախատեսվելու 2025 թվականի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորելու հետևանքով կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հետևանքով նպատակահարմար է գտել լուծարել կազմակերպությունները։ Ես սրա մասին նաև գրառում եի արել, սա այս փաստը եւ մեր իրականությունը կարծում լավագույնս ցույց են տալիս այն իրականությունները, որ մենք ունենք մեր համայնքներում, ցույց են տալիս, թե մենք որքան դեգրադացված ենք։ Սովետական միության տարիներին հանրապետության բոլոր գյուղերում, գուցե մի քանի բացառություններով, բայց ամենափոքր գյուղերում անգամ հիմա, եթե շրջեք, կտեսնեք այդ շենք շինությունները, որոնք կային, հա, եղել են մշակութային տներ, որտեղ ցուցադրվել են ֆիլմեր, գործել են տարբեր մշակութային խմբակներ, հա։ Սովետական միությունը, որտեղ մենք ինքնիշխան չէինք, իբրև թե որտեղ բռնատիրական կարգեր էին, մտահոգված էր անգամ հեռավոր գյուղերում բնակվող իր քաղաքացիների մշակութային կյանքով եւ ամեն կերպ նպաստում էր այդ մշակութային կյանքի առաջ խաղացմանը։ Հայաստանի Հանրապետությունը, որը արդեն 34 տարի արդեն անկախ է, ինքնիշխան է, ինչպես այս իշխանությունները սիրում են ասել, փակել է ոչ միայն գյուղական մշակութային կենտրոնները, փակում է մեծ քաղաքների մշակութային կենտրոնները։ Եվ եթե անկեղծ լինենք, այն քաղաքներում եւ բնակավայրերում, որտեղ կան էլ այդ մշակութային կենտրոններ, իրենք ըստ էության չեն իրականացնում են գործառույթները, որոնք իրականացնում են սովետական միության տարիներին։ Եվ այս մշակութային կենտրոնների փակումը մի պարագայում եւ հիմնավորումը, որ փող չկա, այն դեպքում, երբ որ օրինակ Snoop Dogg-ին Հայաստան հրավիրելու հետո նրա համերգը չկազմակերպելու համար վճարում են $6 միլիոն, երբ իշխանական վերնախավը ցոփ ու շվայտ կյանքով է ապրում պետության հաշվին, երբ Ալեն Սիմոնյանը իրան անգամ երիտասարդաստող կրեմներն է գնում պետության հաշվին, սա ամենավառ ցուցիչն է, թե մենք որքան ենք դեգրադացված եւ որքան ծանր է մեր հանրության վիճակը։ Մշակույթը ազգային անվտանգության կարևորագույն էլեմենտներից մեկն է, որը ոչնչացվել է վերջին այս տարիներին նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում եւ հատկապես ոչնչացվում է հիմա։ Հրապարակ օրաթերթը գրում է. ինչու կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, նախօրեին անսպասելիորեն ձերբակալված, ապա կալանավորված Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակից Շենգավիթի ԿՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին, որն աշխատել է Թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից։ Նրանց միջև կոնֆլիկտը ծագել է, երբ Թաղապետը հանձնարարել է քանդել համայնքում մի շինություն, Մակարյանն ասել է, որ սեփականատերն իր հարևանն է, ճիշտ կլինի, որ այդ գործով այլ աշխատող զբաղվի, ինքը վատամարդ դուրս չգա։ Թաղապետն առարկել է եւ Մակարյանը դիմում է գրել։ Դրանից հետո Թաղապետն էլ իր հերթին է սկսել սաբոտաժ անել Մակարյանի նախաձեռնած կուսակցական հավաքները, իսկ ծեծկրտուքի առիթը դարձել է այն, որ ԿՊ տարածքային ղեկավարը Ռազմիկ Մկրտչյանի հասցեին նրա մտերիմներից մեկի մոտ հայախառն արտահայտություններ է արել։ Թաղապետի մտերիմն հորդորել է Մակարյանին իր տուն հրավիրել կուսակցական հարցերը քննարկելու պատրվակով, որտեղ էլ խմբով ծեծել են։
Կրթուկից հետո մի քանի օր Մակարյանը տան մոտ ոստիկաններ են հերթապայել, քանի որ Մկրտչյանը սպառնացել է, որ դրանով չի վերջանալու, ապա այս կինոն քննարկվել է կուսակցական նիստում եւ լուրը ասել է Փաշինյանին, որի հրահանգով էլ թաղապետը կալանավորվել է։ Իդեպ ասում են Մկրտչյանի քաղաքական հովանավորն Արայիկ Հարությունյանն է, որը նույնպես Շենգավիթից է։ Նկատենք, որ չնայած Կրթուկը խմբակային է եղել, սակայն միայն թաղապետն է կալանավորված։ Ես հիշեցնեմ, որ եթե այս պատմության մասին մենք տեղեկանում ենք մամուլից, այն էլ հետ ծեծկտուրքային այս պատմությունն ենք իմանում, պաշտոնից ազատվելուց հետո, նոր-նորքի թաղապետը ուղիղ եթերում եվրոպական ստանդարտներին համապատասխան ծեծեց քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին, որը կոռուպցիոն պատմություններ էր բացահայտում։ Եվ այս մարդը ոչ միայն չկալանավորվեց, այլև հիմա շատ հանգիստ ապրում է, միայն թողեց պաշտոնը, այն էլ մեծ աղմուկից հետո, հանրային ճնշումից հետո, եւ սա լավագույն ցուցիչն է, թե որն է առաջնահերթությունը Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության համար։ Իրենց համար առաջնահերթություն չէ իրավակարգի պահպանումը, իրավական մթնոլորտի պահպանումը։ Դու կարող ես մարդ ծեծել ու դրա համար անպատիժ մնալ, բայց դու չես կարող ծեծել ԿՊԱ-կանի ու դրա համար անպատիժ մնալ։ Սա կարևորագույն ուղերձն է, որ այս լուրը մեզ տալիս է, եւ մյուս կողմից մյուս կարևոր դետալը, որի վրա կուզեմ ուշադրություն դարձնենք, հայկական միջավայրում, սովորաբար նաև արևելյան միջավայրում, երբ որևէ մեկին հրավիրում ես քո տուն կամ դու գնում ես որևէ մեկի տուն, դու չես կարող այդ մարդուն ծեծել, դա եւ հյուր գնալու կանոն է եւ հյուր ընդունելու կանոն է։ Անկամ թուրքերը իրենց տուն մտած թշնամու վրա ձեռք չեն բարձրացնում։ Ասում են թող տնից դուրս գա, նոր իր հարցերը կլուծեմ։ Շատ կարևոր մշակութային կոդ է, որ կա մեր հանրությունների մոտ։ Այս մարդուն հրավիրում են իրենց տուն եւ ծեծում են։ Սա էլ իմ դիտարկմամբ լավագույն ցուցիչն է, թե մենք ինչպիսի մարդկանց հետ գործ ունենք։ Նրանք չունեն այն մշակութային կոդը, որը ուներ գոնե, ես հուսամ, որ հիմա կա այդ կոդը։ Մեր հանրությունը ուներ արևելքը եւ ունի ցանկացած մարդ, որը ինչ որ կերպ, ինչ որ արժեքների հավատում է, եթե այդ արժեքները իհարկե սրբապղծություն չեն։ Երկու կարևոր ուղերձ, որ առանձնացրեցի ձեզ համար այս լուրից։ Հրապարակ թերթը գրում է. Թեպետ 4 օրը Նիկոլ Փաշինյանը գրառում չի արել վեհափառ եւ եկեղեցու մասին, առավոտյան սաղմոսներ էլ չի տեղադրում էջում, սակայն եկեղեցու դեմ արշավը չի կարելի վերջացրած համարել։ Իշխանական աղբյուրների պնդմամբ այս լռությունը թվացial է, վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ, հավաքվում են փաստեր, կոմպրոմատներ, մարտավարություն են մտածում, իսկ այս պասիվությունը պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ, Իրան-Իսրայել պատերազմով։ Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները հատկապես այս օրերին իրեն չեն ներվի, ուստի սպասում է ջրերը հանդարտվեն, որ նոր շարունակեն պատերազմը։ Իսկ եկեղեցին վերցրել է իր նետած ձեռնոցը, 3 կլոր սեղան էին կազմակերպել եւ բարձրաստիճան հոգեվորականներ, քաղաքական հասարակական գործիչներ վերլուծում էին Փաշինյանի գրառումները, կոշտ գնահատականներ տալիս։ Ես հիշեցնեմ, որ օրերս ես հրապարակեցի տեղեկություններ իմ Facebook-յան էջում, ըստ որի հունիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում եղել է այդ նախաձեռնող խմբի հավաքը, եկեղեցու դեմ արշավի նախաձեռնող խմբի հավաքը եւ քննարկել են, որ հնարավորինս շատ մարզերից մարդկանց ներգրավվեն եւ Նիկոլ Փաշինյանը ըստ եղած տեղեկությունների խոստացել է բոլոր ակտիվ ներգրավված մարդկանց եկեղեցու դեմ այսպես կոչված հաղթանակը տոնելուց հետո տարբեր պետական պաշտոնների եւ աշխատանքի կտեղավորի։ Հրապարակ օրաթերթը գրում է. հունիսի 15-ին ԿՊ կուսակցության վարչության ընտրություններում տեխնացուների առաջադրման վերջնաժամկետն էր։ 20 հոգանոց վարչության համար 42 տեխնացու է առաջադրվել։ Գործող կազմից չի առաջադրվել Արփի Դավոյանը, նա երեխայի է սպասում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ թիմը հատկապես հանձին Տիգրան Ավինյանի Արփի Դավոյանին դեմ է։ Թե բոլորի դեմ սլիվներ է կազմակերպում, անցանկալի մարդ է դարձել Փաշինյանի համար, որովհետև քննադատում է ԿՊԱ-ական կոռուպցիոներներին։ Գործող վարչության մյուս անդամներն առաջադրվել են,
ԱԺ խմբակցության կանանց մեծ մասը նույնպես առաջադրված համայնքապետեր կան, օրինակ Արտաշատի համայնքապետ Կարլեն Մկրչյանը։ Մինչդեռ երբեմնի կարկառուն ԿՊԱ-ական այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզյանն ինչպես նախորդ այս անգամ էլ չի առաջադրվել, ԱԽ-ը նույնպես։ Հիշեցնենք, ԿՊ վարչության գործող կազմը 15 հոգանոց է, որոշել են ևս 5 տեղ ավելացնել եւ կանանց քվոտա սահմանել, ամեն երրորդը կին պետք է լինի։ Հուլիսի կեսերից ներկուսակցական քարոզարշավը կսկսվի, սեպտեմբերի կեսերին հավանաբար 15-ին համագումար կկայանա, որի ժամանակ էլ կընտրվի ղեկավար մարմինը, վարչությունը։ Մենք բազմաթիվ մեր հրապարակումներում անդրադարձել ենք իշխանական թիմի ներսում եղած խմորումներին եւ այս վարչության կազմն էլ այդ խմորումներից է բխելու, թե որ թիմը ինչպիսի ներկայացվածություն է ունենալու։ Այո, քաղաքացիական պայմանագրի ներսում միակ կենսունակ, այսպես կենտրոնը այս պահին դեռ Նիկոլ Փաշինյանն է, որովհետև քաղաքական կոնկրետ հայտ ունի եւ իր առաջնորդությունը ընդունում են բոլորը, բայց մյուս կողմից ԿՊ-ում կան էլեմենտներ, որոնք ֆինանսական լուրջ միջոցներ են կուտակել եւ իրենք էլ իրենց հերթին իրենց թիմերն են փորձում ձևավորել։ Փաստ օրաթերթը գրում է. Հունիսի 14-ին կալանավորվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար ԿՊԱ-ական Ռազմիկ Մկրչյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել հունիսի 10-ին։ ԿՊԱ-ականը իդեպ պաշտոնից ազատման ուղերձում մասնավորապես նշում էր, թե ինչքան շատ առաջարկներից է հրաժարվել հանուն նրա, որ մնա թաղապետ եւ աշխատի շահ համայնքի։ Այդ ծառայությունը փաստորեն արժանանում է իրավական գնահատականի։ Լրատվամիջոցները կալանավորման երկու պատճառ են նշել։ Մեկն այն է, որ աշխատասենյակում ծեծել է ԿՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին եւ զրկել ազատությունից, դա ըստ էության խոշտանգում է։ Մյուս պատճառը համաձայն հրապարակումների կապ ունի այս տարվա ապրիլին Շենգավիթի թաղապետարանում խուզարկությունների եւ ձերբակալությունների հետ։ Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ էին իրականացրել եւ աշխատակիցների ձերբակալել, կաշառք պահանջել ստանալու համար։ Թվում է ներքպական սովորական պրոցես է, Մկրչյանը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է, որ ծառայություններ մատուցելուց հետո աշխատանքից ազատվում է ու կալանավորվում։ Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Ռազմիկ Մկրչյանը հերթական ԿՊԱ-ական է, որի պաշտոնի նշանակվելու միակ արժանիքը եղել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալել է։ Հիշեցնենք 2018 թվականի օգոստոսի 13-ին, երբ Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց հակասահմանադրական գործով կալանավորված Քոչարյանին, մեկ օր անց երկրորդ նախագահը հրավիրեց մամուլի ասուլիս։ ԿՊԱ-ական ակտիվը մեծ ջանքերի գնով տապալեց այդ ասուլիսը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. չնայած որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ գելլարվել է, հարևան Իրանը մահացու վտանգի առջև է, Հայաստանի իշխանությունները շատ ակտիվ պատրաստվում են իշխող կուսակցության ԿՊ վարչության սեպտեմբերին կայանալիք ընտրություններին։ Օրաթերթը ԿՊ ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ արդեն սկսվել են վարչության անդամների ինքնաառաջադրումները ու սկանդալով հեռացած ԱԺ-ԿՊ խմբակցության падգամավոր, արդեն նախկին падգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ առաջադրել է իր թեկնածությունը։ Ըստ մեր տեղեկությունների ԿՊԱ-ականը մինչև օգոստոս ամիս առաջադրվելու հնարավորություն ունեն, բայց իրականում առաջադրում են այն անձինք, ովքեր Նիկոլ Փաշինյանի վստահությունն են վայելում։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով այս պահին ԿՊ վարչության անդամ դառնալու համար ինքնաառաջադրվել են նաև ԱԺ-ԿՊ խմբակցության կին падգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Հերիկնաց Տիգրանյանը, Ալխազ Ղազարյանը, Արուսակ Ջուլհակյանը։ Մեր աղբյուրները նշում են, որ կանայք այս անգամ ավելի շատ են ներկայացված լինելու կուսակցության վերնախավում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ գնացել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու։ Վերաքննիչ դատարան կամ կբավարարի մեղադրվող Ջալալ Հարությունյանի պահանջը եւ նրան կարդարացնի կամ գործը կուղարկի առաջին ատյանի դատարան նոր քննության եւ չի բացառում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնի անփոփոխ։ Հիշեցնենք, առաջին ատյանի դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5.5 տարվա ազատազրկման։ Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում եւ մեղադրվող կողմը
ամեն ինչ անում է վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից, սակայն փորձերն անցան ապարդյուն եւ հունիսի 18-ին վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի։ Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա։ Այս պայն առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ դեռ մեզ հետ եք եւ մի կարևոր հրապարակում կար, որ տեղական մամուլի հրապարակումներից դուրս էր մնացել։ Խոսքը մեր կողմից շատ այդքան սիրելի Խաշլամա Արամի մասին է, Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի մասին է խոսքը գնում։ Հիշում եք, նա պաշտոնից ազատվեց եւ Փաստինֆոն հետաքրքիր տեղեկություններ ունի այս մասով, ես կուզեմ ընթերցել։ Փաստինֆոյի տեղեկություններով ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ, այն էլ օրենքով գողի հովանավորչության։ Մասնավորապես այս իշխանությունների հետ բավականին լավ հարաբերություններ ունեցող օրենքով գողերից մեկը ԶԱՊ-ը Անդրանիկ Սողոյանը ցանկացել է ինչ-որ խնջույքի համար մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել 50 կիլոգրամ խավիար եւ օգնության համար դիմել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին Խաշլամա Արամին։ Վերջինիս նախ փորձել է Զվարթնոց օդանավակայանում ոստիկանության տարածքային ստորաբաժանման միջոցով կարգավորել հարցը, ինչը չի հաջողվել ու դիմել է ՊԵԿ մաքսանենգության ծառայության ղեկավար Երջանիկ Հակոբյանին, որ Սողոյանի բեռն անխոչնդոտ անցնի Հայաստան։ Հետագայում այս մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո էլ դրվել է Հովհաննիսյանի պաշտոնից ազատվելու հարցը։ Այսինքն տարաձայնությունը ամենևին էլ վեհ արժեքներից չի բխել։ Ոչ էլ հայ առաքելական եկեղեցուն է Հովհաննիսյանը փորձել պաշտպանել, այդ ամենը Փաշինյանի շրջանցելով փորձել է լավություն անել իշխանությունների հետ հարաբերություններ ունեցող օրենքով գողին։ Սա կարծում եմ ամենալավ բացահայտումը կարող է լինել Խաշլամա Արամի մասին, կարելի է հիմա նաև իրան ասել Իկրա Արամ, հա։ Ուրիշ ինչի հետ պիտի կապ ունենար Խաշլամա Արամը, եթե ոչ ուտելիքի։ Այո, եւ ուրիշ ում հետ պիտի Հայաստանը կապ ունենա, Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան կապ ունենա, եթե ոչ օրենքով գողերի հետ։ Այսինքն այս մարդիկ եւ այս պատմությունը շատ լավ ցույց է տալիս Հայաստանի իշխանական էլիտայի իրավապահ համակարգի փիլիսոփայությունը կապ ունենալ այն ամենի հետ, ինչի դեմ իբր իրանք պայքարում են, սա մեկ, եւ երկրորդը սիրում են ուտել։ Բյուջե, թանկ ուտելիք, խաշլամա եւ այսպես շարունակ։ Գանք մեր հրապարակմանը, Պոլիտիկայում հետաքրքիր հրապարակում ունի եւ այս հրապարակումը արձագանք է Աննա Հակոբյանին։ Ես ասեմ, որ այս հրապարակման վերաբերյալ իմեջում կար գրառում բացահայտումների, այն ընթերցել է ավելի քան 65,000 մարդ, այն վստահաբար եմ ասում, հասել է Աննա Հակոբյանին, բայց Աննա Հակոբյանը լռում է։ Եվ քանի որ լռում է, հիմա այս ֆորմատով եւս այդ հրապարակումը ձեզ կներկայացնեմ։ Վերջին օրերին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը հանդես եկավ անհասցե մեղադրանքներով, ակնարկելով հոգևորականների հնարավոր կապը մանկապղծության հետ։ Իր հայտարարությունը առաջացրեց հանրային արձագանք, այդ թվում նաև իմ կողմից։ Ի պատասխան ես հստակ կանոններ ներկայացրի, մատնանշելով իշխանական շրջանակներում արկա անձանց, որոնց շուրջ կան մանկապղծության վերաբերյալ հրապարակումներ, Աննա Հակոբյանն արձագանքեց սեռական շեղումներ պարունակող զրպարտությամբ։ Այսօր բացի անուններից ներկայացնում եմ նաև փաստեր։ Իսկ վերջում մի քանի հարց կուղեմ Աննա Հակոբյանին։ Հանրությանը հայտնի է լուսանկար, որում Նիկոլ Փաշինյանի դուստրը Մարիամ Փաշինյանը պատկերված է մի խումբ անձանց հետ։ Նրանցից մեկը Սամսոն Թանթուշյանը։ Ըստ մամուլի եւ դատական նյութերի եղել է մեղադրյալ մանկապղծության ծանր գործով։ Ըստ որոշ հրապարակումների Մարիամ Փաշինյանն ու
Թանթուշյանը մի քանի այլ երիտասարդների հետ միասին 2018 թվականի այցելել են Վանաձորի մանկատուն, այստեղ հետաքրքիր դիտարկում է, մանկապղծության մեջ մեղադրվողը գնում է մանկատուն։ Դատական գործի ԵԱՔԴ 01600116 տվյալների համաձայն Սամսոն Թանթուշյանը մեղադրվել է 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների համար, ըստ մեղադրանքի նա երեկոյան ժամերին մոտեցել է բակում խաղացող երեխաներին, ուժով տարել նրանցից մեկին 6-ամյա տղային, ավտոտնակների հետևը եւ այնտեղ կատարել սեռական բնույթի գործողություններ երեխային սպառնալով մահվամբ։ Թեպետ գործը քնվել է փակ նիստում եւ մանրամասները ճշգրտել դժվար է, մի շարք բաներ արդեն իսկ հստակ են։ Սամսոն Թանթուշյանը 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո հայտնվել է ազատության մեջ, իսկ ներկայում ըստ նրա Facebook-յան էջի գտնվում է ԱՄՆ-ում։ Հիմա հարցեր կամ Աննա Հակոբյանին։ Հաշվի առնելով վերոնշյալը, Աննա Հակոբյանին ուղղում եմ հետևյալ պարզ եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Ինչպես է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում հայտնվել են մանկապղծության մեջ մեղադրվող մարդ։ Ինչպես է պատահել, որ նա ունենալով նման ծանր մեղադրանք, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կարողացել է լքել Հայաստանը։ Ինչպես է պատահել, որ դեռ 2018 թվականին մամուլում արդեն արկա լինելով սեռական բնույթի հանցագործության վերաբերյալ հրապարակումներ, Սամսոն Թանթուշյանը շարունակել է մասնակցել ոչ միայն ձեր դստեր ընկերական, այլև ձեր ամուսնու ընկերական շրջապատի միջոցառումներին։ Հաշվի առնելով այս իրողությունները, հանրությունը սպասում է հստակ, փաստարկված եւ ազնիվ պատասխանների։ Այս հարցերն այլևս հնարավոր չէ շրջանցել լռությամբ կամ զրպարտություններով։ Աննա Հակոբյանն եմ դիմում ես։ Եվ ես կարծում եմ Աննա Հակոբյանը ստիպված է լինելու սրան պատասխանել, ինչու, որովհետեւ անհասցե ինչ-որ անհայտ հոգևորականների մանկապղծության մեջ մեղադրողը պարտավոր է հրապարակված փաստերին տալ պատասխաններ։ Եթե չտա պատասխաններ, կարծում եմ ամեն մեկը, ամեն քաղաքացի իր համար կարող է անել եզրահանգումներ։ Գանք միջազգային լուրերին եւ ամփոփենք։ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին, այս մասին հայտնում է Nur News լրատվական կայքը։ Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Բերիս Էքինջին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին, կներեք փոխնախարարի մասն է խոսքը։ Այս մասին հայտնում են թուրքական ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, նշվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկողություն են հաստատել Թեհրանի օդային տարածքի նկատմամբ, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հաղորդում է Reuters-ը։ Նա ընդգծել է, որ Իսրայելը մոտենում է գործողության երկու հիմնական նպատակի իրականացմանը՝ Իրանից եկող միջուկային եւ հրթիռային սպառնալիքների վերացմանը։ Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն է սկսել հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հարձակման պատճառ համարելով միջուկային զենքի մշակումը։ Իսրայելի հարվածը Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի հիվանդանոցին միջազգային իրավունքի խախտում է եւ պատերազմական հանցագործություն, այս մասին X սոցիալական հարթակում գրել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իսրայելական ագրեսորները թիրախավորել են Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահի Ֆարաբի հիվանդանոցը, հարձակումները հիվանդանոցների եւ բնակելի թաղամասերի վրա, որոնք ըստ տեղեկությունների իրականացվել են նրանց պաշտպանության նախարարի հրամանով, միջազգային իրավունքի կոնկրետ խախտում են եւ պատերազմական հանցագործություն, գրել են նա։ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հունիսի 17-ին տեսակապով ոչ պաշտոնական խիստ նիստ անցկացրեցին Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը քննարկելու համար կապված Իսրայելի եւ Իրանի միջազգային հակամարտության հետ։ Այս մասին Բրյուսելում կայացած շփազրույցում հայտարարել է Անուար Ալ-Անուին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ներկայացուցիչը։ Իսրայելի ռազմական գործողության նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ղեկավարությունը հեռացնելը չէ, ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ Ռեժիմը փոխելու նպատակ չկա, այս գործողության մեջ Իսրայելի նպատակը դա չէ, հունիսի 16-ին լրագրողներին ասել է Գալպերինը։ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքով, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, կրկնելով, որ Թեհրանը ագրեսիայի համար պատասխանատու է համարում Վաշինգտոնին, հաղորդում է Press TV-ն։ Ուրբաթ օրը, երբ իմ հայրենակիցները քնած էին, իսկ մեր ազգը պատրաստվում էր նշել մեծ իդը, սիոնիստական ռեժիմը հարձակվեց մեր հողի վրա ԱՄՆ-ի կողմից մատակարարված
բոլոր տեսակի զենքերով, ասել է Բաղային իր շաբաթական մամուլի ասուլիսում։ Մեկնաբանելով հարձակման համընկնումը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ընթացող անուղղակի բանակցությունների հետ, Բաղային ասել է. «Սիոնիստական ռեժիմի գործողությունները, որոնք անհնար է պատկերացնել առանց Միացյալ Նահանգների աջակցության, անիմաստ են դարձնում բանակցային գործընթացը։ Ամերիկան պետք է հստակ դիրքորոշում ընդունի։ Մենք կասկած չունենք, որ Իսրայելը չի կարողանա իրականացնել նման համարձակ գործողություն առանց Միացյալ Նահանգների համակարգման, օգնության եւ աջակցության։ Ամերիկան պետք է հասկանա, նա պատասխանատու է Իրանի հողի վրա թափված արյան յուրաքանչյուր կաթիլի եւ ավերված յուրաքանչյուր շենքի համար», ասել է Բաղային։ Այսօր այսքանն էինք առանձնացրել տեղական միջազգային մամուլի հրապարակումներից, ինչպես նաև մեկ հրապարակում պոլիտիկայից, կհանդիպենք։